Ես ուզում եմ այստեղ հատուկ կանգ առնել մի փաստի վրա, որը ուղղակի նորություն է եւ չափազանց կարեւոր նորություն է։ Մինչեւ վերջերս մենք կարծում էինք, որ Հայաստանում որևէ արտադրություն կիսահաղորդիչների նախատեսված չէ։ Այո։ Հիմա փաստորեն Հայաստանը նաև արտադրական հզորություններ է ստանում եւ պետք է ասեմ, որ աշխարհում մոտ 20 երկիր կա, որը Միացյալ Նահանգների հետ ունի այդպիսի համագործակցություն եւ Միացյալ Նահանգների համար նաև կիսահաղորդիչներ է արտադրում։ Այսինքն Հայաստանը ոչ միայն ստանում է այդ տեխնոլոգիաները, Հայաստանը նաև կարողություն է ստանում տեղում արտադրական այդ հզորությունները ստեղծելու։ Այդպիսի երկրներ են Թայվանը, Նիդերլանդները, Իսրայելը։ Այո, մոտ 20 երկիր ես նայել եմ, այդ թվում Ինդոնեզիա օրինակ, ում հետ բայց դրանք ավելի ցածր, ամենայն վերջին սերնդի չիպերը Թայվանն է, Նիդերլանդներ, Իսրայելում էլ շատ մեծ տեխնոպարկ են հիմա սարքում եւ զուգահեռ մեզ ռեգիոնալ ֆաբրիկան արհեստական բանականության Հայաստանում է լինելու եւ այսօր փոխնախագահի այդ խոսքը ուղղակի ավելի բարձրացրեց Հայաստանի կարևորությունն ու նշանակությունը ըստ էության ամբողջ տարածաշրջանի արհեստական բանականության տվյալների այդ բազան կուտակվելու է Հայաստանում։